Նա քեզ երբեք չի խաբել մարմնով, բայց շրջանցել է իր որոշումներում։ Դու այն վերջին անձն ես, ում հետ նա կքննարկի իր կյանքի կարևոր որոշումները։ Նա դա առաջին հերթին կանի իր ընկերների հետ, մամայի հետ, եղբոր հետ, ընտանիքի մյուս անդամների հետ, բայց ոչ քեզ հետ։ Ընկերներ, երբեմն զույգերը կարող են գալ թերապիայի առանց դավաճանության պատմության։ Որտեղ չկա դավաճանություն, չկա սիրուհու առկայություն, բայց ես կնոջ աչքերում տեսնում եմ այն նույն տխրությունը, նույն թախիծը, որը որ սովորաբար հանդիպում է դավաճանության դեպքերում։ Ինչու է այդպես։ Եկեք մի պահ կանգ առնենք եւ մտածենք, որն է մեզ համար դավաճանության մարմնավոր եւ հոգեվոր սահմանը։ Ինչու է այդպես, որ երբեմն կարող է իսկապես դավաճանություն չլինել, ֆիզիկական ակտ, սեռական ակտ տեղի ունեցած չլինել, բայց անձը զգալ, որ հարաբերություններում առկա լռությունը, դատարկությունը, անտարբերությունը հավասարազոր է դավաճանությանը։ Ես ունեի մի այցելու, որ նա ամեն անգամ նույն բանն էր ասում էր երանի նա ինձ դավաճանած լիներ, քան մեր հարաբերություններում լիներ այսքան անտարբեր եւ լուռ։ Մտածենք այս մասին։ Եթե դուք ինձ լսելուց զգացիք, որ այս թեմաները, այս մտքերը, այս մեկնաբանությունները ձեր մեջ որոշակի զգացողություններ են առաջացնում, եթե դուք զգացիք, որ ամեն դեպքում դուք ձեզ տեսնում եք այս պատմության մեջ եւ ցանկանում եք խոսել, ես պատրաստ եմ ձեզ լսելու։ Կարող եք գրել, կարող եք զանգել 095 51 44 54 հեռախոսահամարով։ Մենք թերապևտիկ դաշտում չենք փնտրում մեղավորներ։ Մենք պարզապես ուզում ենք հասկանալ, փորձում ենք հասկանալ, թե որտեղ է խզվել այն կապը ձեր հարաբերություններում, որի հետևանքով դուք զգում եք եւ ունեք այն, ինչ ունեք։ Շնորհակալ եմ, որ ինձ լսեցիք, կսպասեմ ձեր մեկնաբանություններին։